Ամանորի հրաշքն այստեղ այլ տեսք, ձայն և նույնիսկ այլ հոտ ունի։ Մարգարյան ծննդատան նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ենք։ Նորածինների վերակենդանացման բաժանմունքում բուժում են ստանում մարմնով փոքրիկ, բայց մոլորակի ամենաուժեղ մարդուկները, անհաս ծնված բալիկները։ 650 գրամից մինչև 1 կիլոգրամ և ավելի կշռող այս հրաշքներին բժիշկները ծնված օրվանից կոչում են շնորհել։ Նրանք հիվանդանոցի հերոսներն են և ապրում են Աստծո կամոք։ Փոքրիկ Նարեկը ծնվել է 28 շաբաթականում, հիմա վերականգնողական փուլում է։ Բժիշկների հոգատար վերաբերմունքի ու պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում բարդություններն անցյալում են մնացել։ Մինչև այսօր ունենք թթվածնային խնդիր, այսինքն փոքրիկը շնչում էր արհեստական շնչառական սարքերով, իսկ այժմ համարյա շնչում է ինքնուրույն եւ ունենք այդպիսի դրական փոփոխություն, դինամիկա եւ ամեն անգամ մոտենալով փոքրիկին նա ինձ զգում է եւ ամեն անգամ ձեռքը բռնես նա ինքն է իմ ձեռքը սեղմում եւ այդպիսի դրական էմոցիաներ տալիս ինքը ինձ եւ ես նրան։ Նարեկին տանը սպասում են քույրն ու եղբայրը։ Նարեկը ծնվել ժամկետից շատ շուտ, պետք է ծնվել 2026 թվականի փետրվարի 12-ից 15-ը։ Ծնվել է 1 կիլոգրամ 50 գրամ քաշով, այսօր նրա քաշը 1 կիլոգրամ 710 գրամ է։ Ունենք փոփոխություն, արդեն մայրական կաթեուտում եւ արդեն գրամը ավելի են շատացնում։ Ճանապարհը շատ բարդ է թվում, սակայն բժիշկների պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ մենք կարողացանք որոշ չափով հաղթահարել այս դժվար ճանապարհը։ Ինչպես բոլոր մայրիկները, այդ ժամանակահատվածում ես շատ հուզված էի, հուսալքված վիճակում էի գտնվում, սակայն նրանք միշտ ինձ ոգևորում են, որ նման դեպքեր եղել են եւ բոլորը առողջ դուրս են գրվել։ Փոքրիկի սիրտը բաբախում է։ Սա է բժիշկների ու ծնողների լավագույն ձեռքբերումն ու նվերը։ Ինքնուրույն շնչած հերթական օդի զանգվածը կամ քաշի մի քանի գրամ ավելացումն ամենապայծառ փայլն է տալիս նրանց աչքերին։ Մեր բաժանմունքը այս պահին ժամանակի մեքենա կարծես լինի, որովհետև նախատեսված էր, որ իրենք պետքա ծնվեին 2026 թվականին, բայց իրենք ինչ-ինչ պատճառներով ծնվեցին 2025 թվականին եւ հուսով եմ այն բուժումը եւ այն խնամքը, որը մենք անց ենք անցնում այս բաժանմունքում, կտա այդ հնարավորությունը, որ 2026 թվականին իրենք արդեն դուրս գրվեն եւ գնան իրենց ընտանիքները։ Ծնվելուց հետո շատ կարևոր է, որ երեխան ստանա համապատասխան բուժում առաջին իսկ րոպեներից։ Հիմնականում բուժումը դա շնչական սարքերն են։ Մենք ունենք տարբեր տեսակի շնչական սարքեր, ունենք թոքերի արհեստական շնչառության սարքեր, ունենք շնչական օժանդակությունը ապահովող այսպես կոչված CPAP համակարգեր, ունենք բարձր քթային բեղիկներով ապահովող շնչական սարքեր։ Մարգարյան ծննդատան նորածնային բաժանմունքի ղեկավար Անահիդա Ասատրյանն արդեն 25 տարի աշխատում է նեոնատալ բժշկության ոլորտում։ Կանխատեսում ենք, որ մոտավորապես 3-4 բալիկ արդեն հուսանք, որ ամանորը կդիմավորեն իրանց ընտանիքներում իրենց տանը, բայց մեծ երեխաների հիմնականում մեծ խումբը կմնա այստեղ, դեռևս կշարունակի իրենց բուժումը։ Այս պահի դրությամբ ունենք բաժանմունքում մեր ինտենսիվ բուժում բաժանմունքում եւ խնամքի հատուկ հսկողության բաժանմունքում 29 երեխա։ Երեխաների մեծ մասը արդեն ունեն դրական տեղաշարժ եւ հուսամ, որ ամանորին էլ մեր բաժանմունքը ավելի հանդարտ պայմաններում մեր բուժանձնակազմը եւ մեր մամաները կդիմավորեն ամանորը այստեղ։ Ծայրահեղ ցածր քաշով ծնված երեխաներն ապահով ձեռքերում են։ Այստեղ ինտենսիվ բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով։ Մանկաբուժական ծառայությունը հագեցած է անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով։ Նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում տարեկան 400 երեխա է բուժում ստանում։ Ունենք շատ հուսադրող արդյունքներ, այդ երեխաները իրենց հասակակիցներից ոչինչով չեն տարբերվում,
եւ մամաները միջև այժմ ասում են, որ նույնիսկ իրենք ինչ որտեղ այո ավել են եւ արագ են զարգացել եւ իրենց հասակակիցներից ավելի լավ են դպրոցում սովորում եւ այս ուղերձս ուզում եմ հղել անհաս բալիկ ունեցող բոլոր ծնողներին եւ ընտանիքներին, որ իրենք երբևիցե չհուսալքվեն առաջին կյանքի օրերը շատ բարդ ճանապարհ է թե երեխայի համար, թե բուժանձնակազմի եւ թե ընտանիքի։ Առողջական խնդիրներ ունենում են ոչ միայն վաղաժամ ծննդաբերության ընթացքում լույս աշխարհի եկած անհաս երեխաներն, այլև հասուն երեխաները։ Իհարկե, այս փոքրիկները քիչ տոկոս են կազմում։ Անհաս երեխաների մոտ առաջնահերթ խնդիրը դա չզարգացած թոքերի խնդիրն է։ Մենք ասում ենք շնչական խանգարումների համախտանիշով են ծնվում այս երեխաները։ Հասուն երեխաների մոտ արդեն ուրիշ առողջական խնդիրներ կարող են ի հայտ գալ։ Կան անհասության հետ կապված բարդություններ, որոնք որ ցավոք սրտի կարող են լինել երեխաների կյանքի համար վտանգավոր եւ այստեղ պրոֆեսիոնալ մոտեցումը արտահայտվում է նրանով, որ կանխատեսել, չթողնել, որպեսզի այդ բարդությունները զարգանան, այսինքն որպեսզի այդ բարդությունների հավանականությունը հասցնել մինիմալի։ Բժշկությունը կյանքեր է փրկում, սա անհերքելի փաստ է, բայց այս պարագայում մայրերի աղոթքներն ամենազորեղն են։ Ձեռքի մի հպումն ու ջերմ էներգիայի փոխանցումը երեխաների ապաքինման լավագույն մեթոդն է։ Մարգարյան ծննդատանն 2025 թվականին 1800 երեխա է լույս աշխարհ եկել։ Մայրության դպրոցն ավանդույթի համաձայն ամանորին իր շուրջն է համախմբել այս պատերի ներսում կյանք ստացած փոքրիկներին ու նրանց ծնողներին։ Օրվա հերոսներն իրեն զգում են ինչպես տանը։ Արդեն երկրորդ տարին է, որ մենք այս միջոցառումը կազմակերպում ենք, շատ հաճելի է, որ մայրիկները ոչ միայն այդ պահին են գալիս, այլ նաև լավ հիշողություններով, ջերմ հիշողություններով, մեր լավ վերաբերմունքի հիվանդանոցի լավ ջերմ ընդունելության վերաբերմունքի շնորհիվ գալիս են էլի, արդեն բալիկների հետ են գալիս։ Ամանորը եւ Սուրբ Ծնունդը դա հրաշալիքների եւ հեքիաթային կախարդանքների մի շրջան է։ Ես ուզում եմ, որ այդ հրաշալիքները կախարդանքը միշտ ամբողջ կյանքում ուղեկցեն բոլորին, նոր գալիք տարում ցանկացած պահը ջերմությամբ, սիրով, երջանկությամբ, հարմարավետությամբ լցված լինի բոլորի համար։ Իսկ ապագա մայրիկներին, արդեն մայրիկներին մաղթում եմ քաջ առողջություն, կանացի երջանկություն, մայրության բերկրանք։ Կարևոտի գիշերի 12 զանգեր է զարկում են, այդ ընթացքում եթե պահում ես նպատակ, այդ նպատակը իրականանում է։ Որն է ձեր նպատակը 2024 թվականին։ 2024-ին երևի թե մայրանալը։ Երազանքները ոչ միայն մանուկ հասակում են իրականություն դառնում, այլև մեծ տարիքում, ասում է նորաթուխ մայրիկ Անի Հովանիսյանը։ Անի գրկում իր երազանքների աղջնակն է Ինան, փոքրիկ մարմնով մեծ երջանկությունը։ 2025 թվականը իմ կյանքի լավագույն տարին է եղել, քանի որ լույս աշխարհ եկավ իմ առաջնեկը, իմ դուստրը, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն, կյանքին, ինչու՞ չէ նաև ճակատագրին, որ ես արժանացա նման մեծ երջանկության եւ իսկապես երբ ասում են, որ կյանքում աղջկա համար ամենակարևոր եւ մեծագույն երջանկությունը մայր դառնալն է, ես այո վստահեցնում եմ, որ դա իսկապես այդպես է եւ ցանկանում եմ, որ 2026 թվականը բոլոր աղջիկներին, ովքեր մեծ ցանկություն ունեն մայր դառնալ, թող Աստված կատարի բոլորի երազանքները եւ ցանկությունները եւ յուրաքանչյուր կին իր ձեռքում ունենա այսպիսի անսահման մեծ երջանկություն։ 40-ամյա Մարիամ Ֆենդյանը 5 երեխայի մայր է։ Փոքրիկ Բելայի ծնունդով ընտանիքի կյանքը փոխվել է։ Ուրախությամբ ու խինդով է լցվել տունը։ Որպես զինվորի մայր սկզբից մտածում էի, որ տղաս մեծ այն չու, բայց ոչ մի խնդիր, ինքը մեր սիրո պտուղն է, մենք ինքը մեր սպասված բալիկն է, մենք ոչ փոշմանել ենք, ոչ մտածել ենք ուրիշ ինչ-որ մի բան, սիրով ունեցել ենք։ Ամենամեծ ցանկությունս խաղաղությունն է,
թող այս գալիք տարին լինի բոլորի համար առողջության, խաղաղության տարի, թող բոլոր այն մայրերը, ով սպասում են երկար տարիներ, կամ թեկուզ երկար տարիներ չէ, ինչու ոչ նոր են ամուսնացել, ունենան բալիկ, սերը կապ չունի, քանի որ բալիկի ծնվելուց հետո բնականաբար չես մտածում, աղջիկա, տղայա, արդեն տան ուրախությունը, տան լույսը ծնվում է եւ ամեն ինչ դրանով ասված է։ Այս փոքրիկներն իրական հրաշք են։ Դրանք ոչ միայն սիրո արդյունք են, այլև հենց իրենք են մարմնավորում սերն ու կյանքի շարունակականությունը։ Թող 2026-ին հայկական ընտանիքներում լսվեն սիրո ու երջանկության ճիչեր։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։